Սմբատ Բագրատունին։ Արև փոքրիկ հայեր, այսօր ես ձեզ կպատմեմ հայոց խիզախ ու հզոր զորավար Սմբատ Բագրատունու մասին։ Բալկաններում ավարների և սկյութների դեմ հաղթանակ տանելուց հետո Սմբատ զորավարը վերադառնում է Հայաստան։ Զորավար Սմբատ Բագրատունին է։ Նա հաղթանակով վերադարձավ։ Ասում են նա այնքան ուժեղ է, որ մի անգամ նույնիսկ իր ձիուն է բարձրացել։ Բարի գալուստ, զորավար։ Լսել ենք ձեր հաղթանակի մասին։ Բարև Տրթատ, ուրախ եմ քեզ տեսնել հին ընկեր։ Ինչ նորություններ կան։ Բյուզանդիայի կայսրը կրկին հայոց այրուձիի կարիքն ունի։ Նա մի նոր պատերազմի է պատրաստվում։ Սմբատ զորավարը հրաժարվեց կայսրի համար նոր պատերազմ մղել ու ապստամբեց Բյուզանդիայի դեմ։ Չնայած իրենց խիզախությանը և վճռականությանը, հայ ապստամբները քիչ էին թվով և պարտվեցին։ Սմբատ զորավարը գերի ընկավ և տարվեց Կոստանդնուպոլիս։ Սմբատ զորավարը ցանկանում է խոսել ձեզ հետ, ով կայսր, թեև նա անցյալում հավատարմորեն ծառայել է ինձ, իր ապստամբությունից հետո ես նրան կպատժեմ։ Ես արենայի խաղեր կկազմակերպեմ։ Սմբատ զորավարը ստիպված կլինի կռվել վայրի գազանների դեմ առանց զենքի։ Սա դեռ վերջը չէ, ներս բերեք ցուլին։ Ոչ ոք չի կարող հաղթել Տափաստանի հզոր առյուծին։ Բերեք առյուծին։ Եվ Սմբատ զորավարը իր հզոր բազուկներով խեղդեց առյուծին ու հաղթանակ տարավ։ Մարդիկ հիացան Սմբատի ուժով ու քաջությամբ և խնդրեցին, որ մորիկ կայսրը ազատի Սմբատին։ Եվ դուք, փոքրիկ հայեր, պետք է մարզվեք, սպորտով զբաղվեք և լավ սովորեք, որպեսզի լինեք ուժեղ ու խելացի։